Իմ վարչապետության շրջանում քննարկվում էր մի հարց Բաշխից ցանցերը սեփականաշնորհելուն, որին ես դեմ եի եւ ազգային ժողովը դեմ քվեարկեց։ Ոչ, չկար, ոչ։ Գույք պարտքի, ոչ։ Միանշանակ պնդում եմ, նման բան չի եղել։ Իմ վարչապետության շրջանում ընդհանրապես որևէ գույքի սեփականաշնորհման հարց չի քննարկվել, որևէ կառավարության նիստում կամ առանձին նիստերում, ընդհակառակը եղբայրս Վազգենը վարչապետի պաշտոնը ստանձնելուց որոշեց, որ պիտի գույքագրում արվի, ինվենտարիզացիա, որպեսզի պարզենք ինչ ունենք եւ ինչն ենք դիտում Հայաստանի Հանրապետությունում որպես առաջնահերթություն, որը պիտի շարունակվի։ Այդ ժամանակվա տնտեսական առումով Վազգենից հետո իմ խորհրդատուն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է եւ կարող եք իրենից էլ ճշտել, եւ ես իր հետ խորհրդակցելով, նաեւ իմ տեսակետը պնդելով որոշեցի, որ մեր երկրի շոկեքարշը պիտի լինի գունավոր մետալուրգիան, ծանր արդյունաբերությունը եւ աշխատատեղերի ստեղծումը։ Բացի ինվենտարիզացիայից, ասինքն հաշվառումից ուրիշ որևէ նույնիսկ սև մետաղի արտահանումը արգելված հրաման կա, որը ես անձամբ եմ ստորագրել։ Այսինքն ոչինչ ես չեմ սեփականաշնորհել եւ որևէ սեփականաշնորհման մասին խոսք չի գնացել, բացառությամբ Բաշխից ցանցերը օտարելուն։ Եթե հիշում եք, ես վարչապետության ժամանակ նաեւ հակառակ ելույթով հանդես եկա, ասեցի, եթե նույնիսկ վաճառելու եք այդ ու բերեցի օրինակ ռուսական Լադա Ազրովեց մակնիշի մեքենան վաճառողը, որ ասեցի, նա գոնե լվանում է մեքենան, տեսքի է բերում, որ թանկ վաճառի, դուք այստեղ կանգնում ասում եք, որ այդ շատ վատն է, որ այդ պայթում է, որ այդ այլևս շահագործելը հնարավոր չի, գին իջեցնում եք, որում վաճառեք, այսինքն այդ առումով ինձ բազմաթիվ բաներում կարող եք մեղադրել, ես լիքը բացթողումներ ու թերություններ ունեմ, բայց այդ հարցում չկա, եւ այս առաջի դեպքերից է, որ ես պաշտպանվում եմ, ես ընդհանրապես բնավորության գիծ ունեմ, որ չեմ պաշտպանվում։ Որովհետև Լևանովը 2012-ին ստորագրվում էր այդ գույք պարտքի դիմաց համաձայնագիրը, ասվում էր, որ մենք արդեն 3 տարի է բանակ։ Գլեբանովը ստել է, հավատացեք ինձ։ Կարող է եւ չի ստել, որովհետև 2000-2001-2003 եղավ 3 տարի, ինչ ի վերջո չմոռանանք, որ այս թեման ընդհանրապես շատ է խոսվում, ես որպես այդ տարիների Հայաստանի քաղաքական կյանքը շատ ակտիվորեն լուսաբանած լրագրող, ուզում եմ հետևյալ դիտարկումը անել, ի վերջո չմոռանանք, թե ինչ իրադարձությունների կոնտեքստում Արամ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը եւ ըստ էության Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտային պահանջով եւ ինչ որ իմաստով, այո, հենց այդ քաղաքական էլիտային էր հարկավոր, որ Արամ Սարգսյանը լինի վարչապետ այդ ժամանակաշրջանում, որովհետև իրավիճակը այնպիսին էր, որ հասկանում են, որ հիմա կարող է Հայաստանում այնպիսի իրադարձություններ ծավալվեն, ընդհանուր քաղաքացիական պատերազմ սկսի։ Եվ Արամ Սարգսյանի վարչապետության շրջանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց մի բան. ես ստանձնում եմ դիտորդի կարգավիճակ, այսինքն ինձ առանձնացնում եմ կառավարությունից, ինչը նշանակում է եւ միևնույն ժամանակ էլ, այսինքն ինքը պատասխանատվությունը իրենից վերցրեց եւ այդ կառավարությանը իր ամբողջ լծակներով թողեց մենակ եւ ուզում եմ հիշեցնել նաեւ թե Արամ Սարգսյանը ինչի արդյունքում է հեռացել կառավարությունից, երբ որ Ռոբերտ Քոչարյանը միանձնյա առանց վարչապետի ներկայացման Վաղարշակ Հարությունյանին ազատեց պաշտպանության նախարարի պաշտոնից, ինչը հակասահմանադրական էր, որովհետև նախարարը չի կարող ազատվել առանց վարչապետի։ Եվ ըստ էության Արամ Սարգսյանի վարչապետության ողջ շրջանում Հայաստանի Հանրապետությունը եղել է ցնցումային եւ յետցնցումային վիճակում հոկտեմբերի 27-ից հետո։ Եվ դա այդ վարչապետությունը տևել է 6 ամիս է տևել։